Պաշտոնը զբաղեցնող անձը ասում է, որ դա Չուլան է, դա ԳԲ է եւ այլն, իդեպ բացվեց ով է ծառայություններին ծառայում։ Հիմա եթե կներեք այս դրվագը չլիներ, շատ խելացես կչուլաների, ճիշտ է։ Մենք չենք կարող հուդաներ չուլաներում ծառայող։ Նայեք, շատ կարևոր է, որ ցանկացած հասարակության մեջ, ցանկացած հաստատության մեջ, այդ թվում եւ եկեղեցում, անպայման ներմուծվում են հատուկ այն անձիկ, ովքեր հենց ճիշտ ժամանակին պետք է ամբողջովին ծառայեն ոչ Աստծուն, ոչ հայ եկեղեցուն, այլ այն իշխանությանը, որը այսօր է։ Այդպես չէ, որ սա իրենք նոր ինչ-որ բան են, ոչ, դրանք ներմուծված են եղել շատ վաղուց, այո, այդ ազգային լինի անվտանգության ծառայություն, լինի ԿԳԲ, ոչ որ ասվում է մինչ այսօր, այո, Չերու, Ամերիկա, Անգլիա, ինչ գիտեք, ինչ են արել։ Իմանայեք, մենք այսօր գիտենք, ովքեր են այդ 10 հոգիները։ Շատ լավ, այո, հանգիստ լինենք, չէ՞ Տիկին Ալավերջան, բացահայտվել են, շատ կեցեք, այո։ Բացահայտվել են, ընդ որում, նրանք այնքան փոքրամասնություն են կազմում մեր հոգևորական։ Վստահ լինենք Տիկին Ալավերջան, որովհետև ինքը հրեշը հիմա սկսել է սենց մի քիչ հանգստանալ, ինձ թվում է նոր դավադրություն է ինքը նախապատրաստում։ Ես ասեմ, նոր ինչ որ բան է մտածել։ Որտեղ մարդ է, այնտեղ մեղք։ Ինչով է, որն է գործիքը այս անձնավորության։ Ճիշտ այնպես, երբ որ ինքը եղել է այդ դեղին, ամենադեղին թերթիկի խմբագիրը, նա նույն այդ գործն է անում։ Այո։ Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղվում է նույն գործով, որով տարիներ շարունակ զբաղվել է, սնել են իրեն, օգնել են, փայփայել են, ֆինանսավորել են, բարձրացրել են, ասեցի ես, այո, բարձրացրել են։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այսօր այդ ճշմարտության պահերից մեկն է, երբ որ հայտնաբերվել են ամենա այսպես անձիկ, այո, չի բացառվում, որ փոքր կամ ոչ այդքան աննշան ինչ-որ մեղքեր են գործել, կրկնում եմ, որտեղ մարդ են, տեղ մեղք, և լավ էլ ծառայել են և եկեղեցուն և Աստծուն եկեղեցու միջոցով, բայց այո, մարդը մնում է մեղսավոր, այո, կարող են ևս մի քանի հոգու այդպես բռնացնել, և ես պետք է միայն հստակ մի բան ասեմ, նրանք, ովքեր Աստծուն են հավատում, այլ ոչ թե այդ ոսկյա ցելիկին, որոնք որ հավատքով են, այլ ոչ թե փողով, նրանք էլի մեծամասնություն են, ինչ ուզում եք ինձ ասեք։ Բոլորով է նայել է, որ դուք ճշմարիտ բան ասեցիք, որ մի քայքայիչ այս գործնեությունը, հիշում եք ես ժամանակին ասել եմ, որ ես իշխանությունները նման են քայքայիչ աղանդներին, հիմա տեսեք, որ իրականում իշխանությունները այսօր Հայաստանում գործում են որպես տոտալիտար, այդպես քայքայիչ աղանդ, և երբ որ ես ասում եմ տոտալիտարը, նշանակում է իրենք կապեր ունեն տոտալիտար քայքայիչ կենտրոնների հետ, և այստեղից է իրենց այսպես ասած ուժը, իրականում կրկնում եմ, նրանք իրենցից որպես անաստված, որպես հակաքրիստոնյա, որպես Աստծուն, որպես քաղաքական գործիք օգտագործող ես մեղա, այսպես ասած իշխանություն, նրանք դատապարտված են արդեն և անեծքի տակ գտնվում են և այս առումով ես կրկնելու եմ քրիստոնեական ճշմարտությունը, ատիր մեղքը և աշխատիր մեղսավորի հետ։ Ինչու, դեստեղ հարց է ծագում, բա ինչու մեր սրբազան հայրը կաթողիկոսը և չի կանչում այդ ժողովը և չի հեռացնում այդ մարդկանց իրենց պաշտոնը
Դու գիտեք, որ պիտի եպիսկոպոսալ ժողով լիներ եւ մամուլում հրապարակում եղավ, որ իրենք վախեցրել են, սպառնացել են, որ նախ կփակեն, թույլ չեն տա, որ դուք մտնեք կամ ձեզ կձերբակալեն, դրա համար չեն կարողացել գալ։ Իսկն այդտեղ էլ է իշխանությունը աշխատել։ Ես ուզում եմ ասել, այդ դա այնքան բացահայտ է։ Դուք ասում եք, ինչու չեն արձագանքում միջազգային, այսպես ասած, կոչված կենտրոնները եւ այլն։ Բայց դա շատ կներեք իրենց իղձած եւ պլանավորված եւ ուղղորդած գործողություններ։ Այսինքն իրենք այսինքն հաշտ են, որ Հայաստան չպիտի լինի։ Ամբողջովին, ես էլի կրկնում եմ ձեզ այն ինչ որ մեզ հասարակական կազմակերպություններ 8 հոգի ենք ասել են 2003 թվականին ՄԱԿ-ի գլխավոր այսպես գրասենյակում 2003 թվականին, երբ որ մեզ ընդունել է երկրորդ մակարդակի, ոչ թե գլխավոր քարտուղարը, այլ երկրորդ մակարդակի տեղակալներից մեկը, զրույցը այնպես է ընթացել, որ ինչ որ մեկը խոսացել է ցեղասպանության թե բան, որովհետև ես չէի, որովհետև ես գիտեմ իրենց կներեք Խարդախ տեսակը եւ ահա այդ արձագանքը, որը որ տեղի է ունեցել, կրկնում եմ, ես տարիներ շարունակ 2003 թվականին ասել են, ինչու եք դուք այդքան խոսում Թուրքիայի կողմից իրականացված այդ հանցագործություններին, այո, մեծ ողբերգություն է։ Ես ուզում եմ ուշադրություն դարձրեք, ապագա գետները, այսինքն ֆուտուրոլոգները արդեն իսկ կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայետներից մեկը։ Ժամանակ եք տալիս, Քանի անգամ, ես քանի անգամ եմ դա Ալավերջան, ես դու կարծում եք պիտի 20 տարի մեզ հանդուրժեն թողնեք 20 տարի։ Ես ասում եմ դա 2003 թվականի։ Չեք տեսնում ոնց է շտա։ Չէ, դա 2003 թվականի։ Ինչու՞, որովհետև այդ ժամանակ իշխանությունները իրենց սխալներով, թերություններով եկեղեցուն ձեր չէին տալիս, հակառակը եկեղեցին իր շատ պատվավոր դերն ուներ, մենք սահմանադրության մեջ հատուկ Իմիջիայլոց դուք դիմեցիք Հրանուշ Խառատյանը, որ շատ բան պահում էր, արժանապատվորեն բոլոր աղանդավորական ուժերի անձանց իրավունքները, դուք քանի որ մտերիմ եք եղել, առիթ ունեցաք հարցնելու, Տիկին Խառատյան, ցածր ձայնով, հայ առաքելական եկեղեցին տերորի է ենթարկում, ահաբեկվում է, կարելի է մի նախադասություն գոնե ասել եւ պաշտպանել, օրինակ։ Ես պետք է, այսպես գաղտնիք չէ, որ բացում եմ, Տիկին Հրանուշը հավատացյալ չէ, այսինքն ինքը ինչ կապ ունի, ինքը կարող է Եհովայի վկայել մասոներ, որ պաշտպանում էր։ Ինքը այսօր պաշտոնյա չէ։ Ինչ կապ ունի, որպես քաղաքացի մտավորական։ Երրորդը կրկնում եմ, մենք պետք է հստակեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամանակին շատ ակտիվ առնվազն իրենց մտավորական համարող անձանց մեջ պարակտում ավելի շուտ է տեղի ունեցել, քան եկեղեցականների մոտ։ Կամ պետք է համաձայնվեք ինձ։ Ինչ լավ, հիմա մենք այդ մեկի կցուցադրենք, մի հատ այդ մտավորական կոչեցյալ տեխնիկային, գեղարվեստական տնօրենը չէ, տնօրեն չի, գեղարվեստական ղեկավարը ինչ է, ուրեմն ինչ է ասում, սա ինքը չի թաքցնում, որ մասոններին է ծառայում, այնտեղից գրանտներ, բաներ է ստանում, դրա մասին չի թաքցնում եւ Ռուբեն Բաբայանը եթերում ինչ է հայտարարում, եթերում հայտարարում է, որ պետք է ճիպոտահարել, իմիջիայլոց, ինչ լավ է, որ հենց այստեղ բարձրակարգ իրավաբանը նաև մասնագետ է այստեղ, մարդու իրավունքների պաշտպան, արդյոք սա բռնության կոչ չի։ Հիմա եթե ես Տիկին Ալավերջան ասեմ, պետք է Նիկոլիեն, մեկի անդրավարտիկի իջեցնեն եւ ճիպոտահարեն, ինչ կանեն ինձ։ Միանգամից կասեն բռնության կոչ, արդեն 8 գործ կա ինձ վրա դատական, մի հատ 10 ու 20 ու 30-ներ ինձ վրա բան կանեն, լսենք այս անձին, խնդրեմ, ինչ է ասել սա։ Համազամախ խոսելու համար 2 տարի տանը խիստ է։ Եվ այդ տեսակետից միգուցե դուք դեռնանաք, բայց ես կարաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրականություն փետերով խփել։ Հա 10 փայտ կամ 20 փայտ, ճիպոտավոր։ Որտեղ
Ինչի ձերբակալված չի էս անձը։ Լավ, տհաճ է, իսկապես տհաճ է, ես պատկերացնեմ Տիկին Ալավերդյանի համար ինչ տհաճ է։ Շիպո տահարել, այո։ Հիմա միջազգային իրավունքը համարում է իր նվաճումներից մեկը, որ ամբողջովին արգելվել է ֆիզիկական պատիժ կոչվածը։ Հիմա այդ անձնավորությունը, որը գիտի թե իրեն համարում է արևմտամետ, իրեն համարում է ինտելեկտուալ, առաջադեմ, ժողովրդավար, լիբերալ արժեքների կրող, խոսքի ազատության ջատագով, մի հատ լտարեք դրեք նստացեք թող բարբաջի, ինքը միայն դրա մասին կխոսի, մեծ գլոբալիստական աշխարհ, սորոսական փողեր, մեծ ընդհանուր բանը, սեռաշեղվածների ազգային փոքր բաների, ինչ փոքրամասնություններ են, սեռական փոքրամասնությունների իրավունքները, ամբողջ կյանքում Սորոսի փողերով սա բարբաջել էս մարդը։ Խնդրեք, էլի եմ ասում, ես ինչից սկսեցի, որ դուք որ բերեցիք ազգանուն անուն տվեցիք, ես դες ասում եմ, դուք բերեցիք ավելի կներեք պես վառ ապացույց, որ մեր այսպես կոչված մտավորականության մի մասը միշտ էլ պատրաստ է եղել հազար ներողություն ոտը լիզել իշխանության, ցանկացած իշխանությունների։ Չէ, բայց Հրանուշ Խառատյան այդպես ինչ է։ Ես ինչի եմ մետանոտար, որտեվ ես խորը հարգանք եւ ակնածանք եմ ունեցել իր նկատմամբ ազգային արժեքներ, ավանդույթները միշտ հրապարակ բերող եւ այլն, ասենք ես գերագույն հաճույքով լսում եմ, բայց պարզվում է այս անձը ինչ երեսպարտ, այնտեղ ինքը Եհովաների վկաների իրավունքը Ինչ կապ ունի, բա ինքը մտավորական է, բա ձայն անի։ Եկեք թացը չորից առանձնացնենք։ Նայեք, մեր սահմանադրության մեջ 17-րդ հոդվածի առաջի կետը հստակ ասում է, որ Հայաստանում այսպես խղճի ազատություն կա եւ տարբեր կրոնական կազմակերպություններ կարող են Հայաստանում գործել։ Ավելին, ավելի քան 50, կարծեմ 54 կրոնական կազմակերպություններ արդեն գրանցված էին Հայաստանում 2007 թվականին։ Այսինքն դա չէ այն խնդիրը, որ այսօր կա։ Այսօր խնդիրը նրա մեջ է, որ ահա այս անձնավորությունը, որը բաց է բաց, մեզ վերադարձնում է միջնադար եւ դեմ է գնում միջազգային քաղաքակիրթ աշխարհին եւ 1948 թվականից զարգացող մարդու իրավունքների միջազգային իրավունքին, այո, նրա դեմ պետք է հարուցվի քրեական գործ, որովհետեւ դա անցել է իր գործը, ինչ են հարուցում։ Բա հարուցեք։ Նայեք, հստակեցնենք, որ հարուցողների մի մասը ինչու չի հարուցում։ Բավականին շատ գործեր կան տրված, այդ թվում Արա Զոհրաբյանի եւ մի խումբ իրավաբանների կողմից հենց Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գործը մինչև այսօր պես չի երևում, որ նա ընդունվել է կամ ոչ։ Հայաստանում կանանց ընդգրկել են ուժային եւ իրավապահ եւ արդարադատության նախարարությունում եւ այլ մարմիններում, որ այդ նուրբ կանանց ձեռքերով գործեն ամենակեղտոտ, ամենադաժան գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, ժողովրդի դեմ, առանձին անձանց դեմ, եկեղեցու դեմ, կանանց ձեռքերով։ Ես նախ եւ առաջ դատապարտում եմ այդ բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր իրականացնում են ընտրովի այսպես կոչված արդարադատություն։ Ինչ ընտրովի, հրաման են, ինչ հրաման տալիս են կատարում են։ Ճիշտ ժամանակն է ասեմ, որ վերջերս մի լավ քննարկում է տեղի ունեցել, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն է իրականացրել, որի անվանումը եղել է անարդարություն, Հայաստանում անարդարության համակարգը, ընտրովի, selective justice, դա դատապարտված է, դա ամեն, ինչու Հայաստանում տեղի է ունեցածը, կրկնում եմ, այդպես մատնված է անտարբերության միջազգային կարկառուն։ Դե ասեցիք, որովհետև իրենք պլան ունեն, որ Հայաստանը չպիտի լինի։ Դրանք ինչու, հարցը նա է, որ ինչ էլ ասի լինի դա Ամերիկայի նահանգների, Միացյալ Նահանգների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, այսօր անթաքույց այսպես կոչված աշխարհաքաղաքական շատ պղտոր
նպատակները գերակա են եւ դրանց հասնելու համար ոչ միայն արհամարվում են մարդու իրավունքները, այլ ուղղակի ոտնահարվում եւ Տիկին Ալավերդյան, միայն բավարարվենք դրանով, որ այս անձը քրեական գործ հարուցեն։ Օրինակ, ես կարող եմ իջնել իր նման, գնալ միջնադար երևակայությամբ։ Եկեք միասին գնանք միջնադար, Էն էլ ոնց։ Դե ես ուզում եմ, նայեք, ես էլի պետք է ասեմ։ Չգիտեմ, որտեվ մարդիկ կան, որ ինչ-որ շեղված են, կարող է իրանք հաճույք են ստանում, բայց ես մենք տենց ամեն ինչ անենք, ձեզ հաճույք պատճառ է։ Սիմետրիկ պատասխանների դեմ եմ։ Օմար Հայամը դեռ շատ վաղուց ասել է, որ շունը երբ որ կատաղած է, նա կարող է գծել մարդու։ Մարդը ինչքան էլ ջղայնացած լինի, երբեք չի գծելու շանը։ Տարբերությունը այդտեղ սիմետրիայի մասին է, մերժում է սիմետրիկ վերաբերմունքը անարժանների նկատմամբ։ Ես ասեմ ինչու, որովհետև ցանկացած այդ անձի հենց դարձնել կարգախոս Հայաստանի հասարակությունում։ Մենք սրան չպտավորենք, նրանք էլ դրան չպտավորենք։ Ես կոչ եմ անում, բոլորդ կանգնեք, այսօր 21-րդ դարն է, առաջի քառորդն է ավարտվում, մի իջեք այդ ամենապղտորս միջնադարյան տարիներին, երբ որ հրկիզում է եղել, ես չեմ զարմանա, եթե մի օր էլ ասեն, որ պետք է հրկիզեն, եւ այլ, որովհետեւ չպոտահարելը շատ կներեք, այդ գրեհիկ իրեն լիբերալ համարով, արևմտյան արժեքները ողորմելի, հագնված ազնվորությունը, ես Շեքսպիրի բառերով եմ ասում, այդ ազնվորությունը, որը հագել է, պճնվել է այսպես արևմտյան ձևով, նա պուչմի աղերս չունի, Ռուբեն Բաբայան, լսեցիք? Մարդկության քաղաքակրթության հետ։ Այո։ Եվ այդպես պետք է ընդունվի։ Ես համաձայն եմ։ Չէ, եթե բոյկոտել, ես օրինակ մի քանի թատրոն միջազգային դիմելու եմ, ասեմ, բռնության կոչանող, այս սույն անձին մերժել, որտեվ սա են մեծ սորոսական ընդհանուր տաշտակներից է։ Թողնենք հանգիստ սորոսականին։ Դուք սկզբից սկսել եք մեր գերիներից։ Շատ կներեք, էլի կրկնեմ, այնտեղ որտեղ չի հասնում Ադրբեջանի ձեռքը, իրականացնում է եկեղեցու եւ եկեղեցականների դեմ այս արշավանքը, հենց այսօրվա իշխանությունը։ Չկա, հասկանում եք, որևէ արդարացնող կամ հիմք չկա, որը կարող է բերվի, լինի դա օրենսդրությունից, լինի դա սահմանադրությունից, բոլորը միայն արգելք է, որ իշխանությունները չեն իրավունք չունեն միջամտել եկեղեցու գործունեությանը։ Դուք լսել եք, որ իշխանությունը միջամտի Եհովայի բայց ինչ եմ ասում, 54 կրկնում եմ կրոնական կազմակերպություն կա, ավետարանչական կա, լսել եք, որ մեկնոմեկին պահանջի փոխել ղեկավարությունը, ոչ, այսինքն սա հակաքրիստոնեական արշավանք է, եւ այս առումով հստակեցնենք, պատահական չի, որ միջազգային քրիստոնեական տարբեր կազմակերպություններ արդեն իսկ արտահայտվել են, ոչ թե միջազգային հասարակական կազմակերպություններ եւ միջպետական կազմակերպություններ, այլ քրիստոնեական, ինչու, որովհետեւ աշխարհում այո գոյություն ունի հակաքրիստոնեական շարժման կառավարող կենտրոն, շարժումների միջև անգամ կասեմ, եւ այսօր մենք գտնվում ենք հերթական անգամ եւ հայ առաքելական եկեղեցի եւ հավատացյալները գտնվում են այն առաջնագծում այն պայքարի, որտեղ որ քրիստոնեությունը շարունակում է պայքարել հակաքրիստոնյաների անաստվածների դեմ։ Տեսեք, իր գործընկերն է խոսել։ Պատչելը եւ այլն, ինքը դա պատչում է KGB-ի ձեռքը, որովհետեւ ինքն ասել, որ KGB-ի ներմուծված է։ Գնացել է Չուլան ու պատչում է KGB-ի ձեռքը։ Մեծ հաշվով այս սատանա հուդա 10 սրբազաններ։ Դուք իր հետ միասին գնում եք Չուլան,
Ըստ Նիկոլի եւ պատճում է Կակեբեի ձեռքը ինչպես ճիշտ լավ հիշատակել ես կրկնում եմ Ալավերջանը ընդամենը պատճում է Կակեբեի ձեռքը հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից Իշ լավ է հենց իր բառերով եք իրան պատասխանում այո հիմա տեսեք իր գործընկերն է նաեւ Ռուբեն Բաբայանի գործընկերն է Մեհեր Մկրտչյանը շատ լավ է պատասխանել ճիպոտահարող գազան տղամարդը Սերժ Սարգսյանի օրոք պատկերացնում եք Ռուբեն Բաբայանին ճիպոտահարող գազան տղամարդը Էս ես չեմ ասում Ռուբեն Բաբայան ձեր գործընկերն է ասում Սերժ Սարգսյանի օրոք նրա հայացքը փնտրելուց հալվում էր միայն բանտիկներ երևում այս բանը որ հիմա հանդիսավոր մանագալց հիմա առաջարկում է ճիպոտարել Միքայել Սրբազանի այլախոհներին լուրջ բազմաֆունկցիոնալ Բաբայանին հիմա արդեն օգտագործում են եկեղեցու դեմ չեմ կարծում որ դա կփոխի վերաբերմունքը իր հանդեպ հայ թատերական աշխարհում փառատոն արտասահման գնալադրան կարևոր բաներ են երբեմն հավատքից ավելի կարևոր արժանապատվությունը որ հաստատ այս հաստատ վերաբերվում է իր թիմին են դերասաններին Նարինե Գրիգորյանի որ արցախցի էր որ ես երբեմն տենց շատ հիացած էի հավանում եմ իր ներկայացումները այդպես էլ աղջիկ ջան ծպտունը չեղավ դու Ռուբեն Վարդանյանի հետ հաղորդում ուներ դու սենց Արցախով Արցախս մանկությունս ցավս եւ այլն բայց դու ողորմելի ես որտեվ այսօր քեզ տվել են համազգային թատրոնի ղեկավար ես դարձել դուք իհարկե բեք ձեր բոլոր այդ կոպեկների մեռած եւ այդ ձեր փոքրիկ շրջագայությունների մեռած դուք ծպտուն չեք անի հիմա այս անձը ասեք ու անցնենք մեր թեման որ ասեց բազմակողմանի օգտագործող դա կոչվում է ունիվերսալ սալդատ Ունիվերսալն է սալդատ։ Մենք իդեպ ինքը միակը չէ։ Մենք ունենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, իրենց փորձագետ, քաղաքագետ համարող անձանց մեջ, որոնք ուղղակի ունիվերսալ զինվորի դերակատարությունն են իրականացնում եւ ինչու։ Եկեք դա նշենք, որովհետեւ իրենք շատ չեն Եթե ագրեսիվ, դրա համար են ճիշտ է, բազմաֆունկցիոնալ է, առավոտը ասում են, արի անպատվի Միքայել Սրբազանին, իրիկունը գնա բանարա, խոսի նախքին նախագահների դեմ, են միսորը գնա մեր արժեքների դեմ խոսի, են միսորը գնա, ճիշտ եք ասում, իրենք արդեն իրենց հոգիները վաղուց վաճառել են այո չարին և այս առումով իրանք համարում են, որ մի մեղք ավել, մի մեղք պակաս ու պատրաստ են մանավանդ որ դա ինչքան մենք գիտենք որ պես ասած պարգևներով է Դե ասեցի, բա շրջագայություններ, հրավերներ, պարզվեց տղան տնորեն է, պարզվեց որ տղային պոակից գումարներ են տվել, 168 հրապարակել էր, հարցում էր անցկացրել, այսինքն կրճոններ կա, հասկանում եք Էլի ոսկյա ցլիկին այսպես երկրպագող անձինք այսօր հայտնաբերվել են ինչպես եկեղեցում, որոնց որ հատուկ ժամանակին ներմուծել է KGB-ն, ինչպես ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հիմա այդ ճուլանը ամբողջովին երես է, այդ դուրս է եկել լույս աշխարհը դուրս է եկել, ես դեմ եմ, որ ասում են եկեղեցիները պղծվում են, դրանք իրենք են պղծված Եկեղեցին հնարավոր չէ բացել։ Կոմպինդ ուժեղ հազարամյա ով կարող է իրանց նմանները գան ու պախի դուք պատկերացնում եք։ Այդ գիտեք ինչքան անկիրք ցեղեր են անցել եւ մտել են եկեղեցիներ եւ փորձել են։ Բայց պատկերացնում եք Տիկին Լալաջան գնում են այնտեղ բան են անում, ինչ է, զեղչում են վեհապարի անունը բան, դուրս են գալիս, հաջորդ օրը սիրուն մաքրագործում են, աղոթք են անում, ոնց որ Գյումրիում։ Չէ, գիտեք, այդպես ամեն իրենց կարող է թվալ, որ իրենք այդպես էլ երևում եմ, կներեք, ոչ միայն Աստծո աչքին, այլև հասարակ մահկանացու մարդու աչքին էլ երևում է, ով է ծառայում ոսկյա ցլիկին եւ ով է ծառայում Աստծուն։ Այս անձը կոչարեց, որ մենք վերջ, այլևս ոչ մի ինչ խոսքեր չի ասելու, Մարիամ։ Հայհոյանք չի ասելու, բռնությամբ գոչեր չի ասելու բան, լսենք ընդհանրապես ինքը ինչ է ասել եւ ընդհանրապես բոլորի նկատմամբ ինչ քրեական գործեր են հարուցում ինչ որ բառեր ասելու համար, հիշենք եւ քանի որ Տիկին Ալավերդյանը վաղուց արդեն ինքը մուդրի իմաստուն կին է, ես պիտի խնդրեմ Տիկին Ալավերդյան, ես անվերջ չի անում եմ Տիկին Ալավերդյանով, պիտի խնդրեմ որ Տիկին Ալավերդյանը ասի, հավատում եք թե ոչ, մի հատ հիշենք ինչ էր ընդհանրապես այս թիմը ասում, խնդրեմ
Ծաղկտակը բարեք է, ինչ եմ ասում։ Եթե ոտի տակ կտամ, то ծաղկտակը բարեք է, երկեք է։ Հատիկները կտրում ենք, հատ։ Լեզուները կկտրենք։ Հասկացա՞ք բոլորը։ Նստի տեղատու լսի ինչ եմ ասում։ Կպարտեցնենք ասֆալտին եւ կտրենք պատերով բարեք բուն իմաստով։ Ո՞վ է դուք ընդհանրապես։ Միութենական պետության կողմնակից եք, թե թերքահապատակ շան տղա։ Հստականքին նա է, հələ շան տղա, ով է շան տղա վիժված։ Դրա մերնել, հերնել, Խուժան, այս խուժանին։ Դիր, եկեք արակիչ կլինի այլ քաղաքական կուսակցությունների եւ լրատվամիջոցների համար։ Եվ կներեք, հավատում եք սրա խոսքին, չէ, հավատում եք հիմա, ինքը տալ 5 օր առաջ ասեց վերջ։ Խորշելի է, ասեմ ձեզ ինչու, որովհետև ահա այս դրվագներով բոլոր պատվիրանները ուղակի ոտի տակ տրվեցին։ Բալը մի մասը ժողովրդի հավատում ասում, Նիկոլը հավատացյալ է։ Քրիստոնյան չի կարող արտահայտվել այդպես, միջև անգամ մտածել, գիտեք, մեղքը ունի 3 տեսակ՝ մտածելը, խոսքը եւ գործը։ Հիմա փաստորեն իրենք գործին չեն անցնում, բայց իրենց հրամանով անցնում են գործի նրանք, ովքեր ճորտ են այսօր այս իշխանավորների մոտ։ Ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ գիտեք ինչու չի ստացվում այդ պայքարի ձևերը, որտեղ պայքարի ձևերը ընտրում են ժողովրդավարական դաշտում։ Այնինչ այս իշխանությունը զուտ կառավարման համակարգը դարձրել է ֆեոդալական համակարգ։ Դուք հավատում եք Նիկոլի խոսքերին, որ հիմա ինքը հավատացյալ է, ել ինքը բաներ չի անելու, Վազգենը, այ ողորմելի սրբազան ես, չգիտեմ ինչ ես ասում է, ես հուզվեցի, ես հիացած եմ, Նիկոլը ծնկի եկավ, այսպիսի բան չեմ տեսել, պատկերացնում եք, այ կապիկ։ Առաջի անգամ եք տեսնում բազմաերեսանի անձին այդ, չէ, առաջի անգամ Իմ ժողովուրդ, բոլորդ վարչապետ եք, բայց պիտի սովից սատկեն թոշակառները, սովից մեռնեն, 10,000 չգիտեն ոնց ծախսեն թոշակառուները։ Ահա, ուրեմն, եթե կան դեռ մարդիկ, ովքեր մոռացել են, ինչ է ասել այդ նույն անձը Արցախյան, այդ Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի հենց առաջի օրը։ Կյանքը կտա, հանրապես ես իմ անուշ Հայաստանի ոչ է արել փաստորեն բակերում հավաքվել եւ ընտրել հրամանատարներ ունենալով բանակ այդ մակարդակը որին իջել է այդ անձնավորությունը ոչ թե որպես արդեն դեղին թերթիկի խմբագիր այլ կարողացել է ամբողջովին յուրացնել Հայաստանի Հանրապետությունում աշխարհիկ իշխանությունների բոլոր 3 ճյուղերը։ Եկեք հստակեցնենք, որ սահմանադրության մեջ շատ պարզ նշված է, թե ինչ պարտականություններ եւ լիազորություններ ունի վարչապետը։ Արցախի անվտանգության երաշխավոր եւ ոչ Հայաստանի Հանրապետության գրված է, որ պաշտոնատար անձը կապ չունի ինչ բարձրության միայն իրավունք ունի իրականացնել այլ լիազորությունները, որոնք գրված են սահմանադրության մեջ։ Հիմա ուր եք սահմանադրական դատարան, ուր եք գլխավոր դատախազ, ուր եք բոլորդ այդ անարդարության իրապես ճիշտ է այդպես կոչել նախարարություն եւ այլն։ Դուք էլի եմ ասում, չմոռանաք այդ ամենօրյա ձեր հոգին վաճառելով չարին, դուք ձեր ամբողջ էությունը ողողում եք այն զոհված տղաների արյունով, վարված 15 զինվորների արյունով, դուք ողողված եք ամբողջովին 150,000 Արցախահայությունը դուրս մղելու գործի մեջ, դուք եթե ուղղակի չեք մասնակցել, ապա դուք ձեր գործողություններով եւ ահա այս տիպի կոչերով եւ կներեք բարբաջանքով դուք բոլորդ սպասարկում եք, ուղղակի սպասարկում եք թուրք
ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունները։ Դուք եք ուզում վերջ դնել Հայաստանի Հանրապետությանը, հայկական պետականությանը, Հայաստանի Հանրապետությանը։ Դուք եք ուզում, որ Հայաստանը դարձնեք վասալային տարածք կամ այսպես կոչված դե յուրե պետություն, որը ամբողջովին կդառնա Թուրքիայի եւ թուրքական պետություն, այն է Ադրբեջանի հետ կապող ոչ թե զուտ մեկ ճանապարհ, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ինչու են ասում մենք քրիստոնեական այդպես եւ այլն կօգնենք եւ այստեղ դեն չեն անում, որովհետեւ այսպես կոչված այդ ճանապարհը լինի Տրիմբայի ինչ է կապ չունի, անունը դրեք Պողոս։ Մեկ է դա նահանգները դիտարկում են իրենց համար նոր 21-րդ դարում նվաճված տարածք։ Գրեթե այո։ Շատ լավ, երկու թեմա էլ կա, ուզում եմ անպայման խոսենք, այս անձը բերեց դրեց նույն հարթության վրա, այդ Արցախի հետ կապված ինչ էր ասում եմ, դրեց նույն հարթության վրա Լեռնային Ղարաբաղը եւ Արևմտյան Ադրբեջանը եւ ինչ էր ասում, այս այլանդակությունը, պատմական Արցախի Արցախ աշխարհ, որ անընդմեջ միշտ ապրել է այնտեղ հայությունը եւ ինքը իսկապես պատմության մեջ հպարտ կարող է ասել, չէ, հպարտ, գոնե մի հարցում Նիկոլ, դու անգերազանցելի ես, քո ժամանակ, քո շնորհիվ, քո ջանքերով հայաթափվել է։ Հիմա թույլ տվեք։ Հայաթ չէ, մա իր ասածները լսեք։ Նայեք, թույլ տվեք անդրադառնալ եւս մեկ լավ, շատ լավ միջոցառման անցած շաբաթվա սկզբին տեղի է ունեցել ցեղասպանագետների կոնֆերանս Հայաստանում։ Եվ այդտեղ ես ինչու եմ ամեն անգամ ընդգծում, որ դա սպասարկվում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը։ Այդտեղ հնչեցին վերին աստիճանի, այդպես անթերի գիտական ապացույցներ մի քանի թեզերի։ Առաջինը, եթե մենք տեսնում ենք, որ Արցախը տրվել է եւ գտնվում է եւ դա արվել է հոժար կամքով այդ նույն անձնավորության մի րոպե, դա նշանակում է, որ ինքը ուղղակի մասնակցել է ցեղասպանական քաղաքականության մեջ։ Մեկ, երբ որ ինքը կոչ է անում մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի ունեցել անցած դարում, դա նշանակում է ինքը մասնակցում է նոր ցեղասպանության պատրաստվելու մեջ։ Հստակեցնեմ, դա գիտական արդյունքներ են այդ ցեղասպանագետների։ Բավականին հստակ հնչեցվեց, որ ցեղասպանության մերժումը ոչ թե ցեղասպանության վերջնի փուլն է, այլ առաջի։ Այսինքն այսօրվա այս իշխանությունների կողմից ցեղասպանության մերժումը, որովհետև իրանք չեն ասում, որ դա ցեղասպանություն է, դա առաջի փուլն է այն գործողությունների, որոնք որ նախապես դարեր առաջ դեռ պլանավորված է Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի, որը ստեղծվել է Թուրքիայի կողմից, որպես առաջին մինչ Կիպրոսյան փորձը ստեղծել թուրքական պետություն Օսմանյան կայսրությունից եւ դա իրականացնել։ Մի հատ լսենք, միացրու Մարիամ, ինչ ասում։ Մի րոպե ես մի բան էլի կներեք։ Եվ շատ լավ հնչեցվեց գիտնականի կողմից հետեւյալ բանը։ Մենք միշտ խոսում ենք, թե ցեղասպանությունը ինչ է, սպանություն է, սա է։ Բայց երբևէ չէ շատ ճշմարտորեն նշվեց։ Չի խոսվում ցեղասպանության նպատակի մասին։ Ցեղասպանության նպատակը հայերի դեմ ցեղասպանության նպատակը դա հայությունը, հայկական պետականությունը, ցեղը ոչնչացնելն է, ցեղասպանությունը զուտ այդպես դաժան։ Բայց մի խնդիր Տիկին Ալավերջան, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք ցեղասպանություն սա է եղել, ցավոք սրտի մեր ազգաբնակչության մեծ մասը չի ուզում ընդունել,
չի ուզում հավատալ, մի հատ ավարտեմ էլի, որ այս ամենը տեղի է ունեցել 3 առաջի օրը Արցախում, որ Թուրքիան իր նկարտումներից չի հրաժարվել, որ դա պարզ տեսքով ասել է Էրդողանը 3 առաջի օրը, որ դուք իմ թրի վրա մի կտոր եք մաքրելու եմ, որ 3 այսօր վստահ եմ վաղը հստակ ամբողջ միջազգային բանով մեկ հայտարարում է Ալիևը, որ բերում եմ 350 ադրբեջանցիների, որ չկա Հայաստան, որ կա արևմտյան Ադրբեջան, որ այդ ցեղասպանական գործողությունները չեն ուզում մեր Երևանում ապրող մարդը չի ուզում հավատա, որ դա իր հետ անելու են այսօր ու վաղը, չեն ուզում հավատալ դրան։ Հազար ներողություն բո, դա ինտելեկտի հարց է։ Փոքր ինչ։ Խելոքներն էլ չեն հավատում, ասում ես, ասում չէ դա մեր հետեղի չի ունենա։ Ձեզ ինչպես ասում են, խելքները գլուխները թավակեք, ես ոչ թե ձեզ ասում եմ ինչ որ պատահական մարդկանց այլ կրկնում եմ, դա բարձրաստիճան ցեղասպանագետների կոնֆերանս է տեղի ունեցել Հայաստանում եւ այդտեղ հնչեցվել են այս բոլոր թեզերը ապացուցվել են գիտականորեն։ Ես հասկանում եմ, որ գիտությունը հարգի չէ այսօր եւ գիտական մտածելակերպը մերժված է։ Դա մերժված է իշխանությունների կողմից, բայց ես համոզմունք ունեմ, որ հենց Երևանում ապրում են 100 հազարավոր մարդիկ, ում ինտելեկտը հզոր է եւ ունակ է հասկանալ այն ինչ ասել են ցեղասպանագետները եւ ես փորձում եմ ձեզ հասցնել։ Էլի եմ ասում, ցեղասպանությունը սկսվում է ոչ թե սպանություններից, այլ նախապատրաստումից եւ մերժումից, որ դա ցեղասպանություն է։ 3 դրվագ առանձնացրեք, որ այսօր որպես թափեցուցիչ բան հայ ժողովրդի համար այսօր, չգիտեմ, մեջ միացնում կլինի Աբովյանում ապրող հայի համար, այդ որ ասում եք, բան է Ալիևի կողմից, առաջին։ Այդ առաջարկությունները կրկնում եմ, դա ցեղասպանության առաջի փուլն է, որովհետև ինքը մերժում է հայերի որպես ցեղի հայրենիք ունենալու իրավունքը։ Հիմա ես կարող եմ 10 ձևով բացատրել ինչու է դա ցեղասպանություն։ Ես կարող եմ մերժողական վերաբերմունք ունեմ նրանց հանդեպ, ովքեր չի հասկանում, չեն հասկանում 150,000 արցախահայերի այս խայտարակ յուր այն պետությունից, որը որ Արցախի անվտանգության երաշխավորը պետք է լիներ, այդ պետության կառավարության գլուխը ասած հանձնումը եւ կրկնում եմ, նրանք ովքեր հիմա ուզում են ասել, չէ, դա Նիկոլը չկներեք, դուք հակասում եք ձեզ։ Այսինքն վաղը մենք կարող ենք իրեն նաեւ դասել են մարդկանց շարք, ովքեր նպաստեցին, որ ցեղասպանություն լինի Արցախում։ Նայեք, ինքը բարձենում է դրանով, մի 10 անգամ ասել է, որ դա ոչ թե Արցախն ենք մենք հանձնել, այլ Հայաստան ենք, անկախությունը եւ ինքն ինչպես ասած, Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Զոհերի համար ինչ եք նկատում։ Նա լսեք էլի։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն, ինչ անկախատեսելի հետևանքով։ Լսեք էլի, մի բան։ Հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Լավ, անջատի, ինչ անի ես մարդը։ Ինչ անի ես մարդը։ Կներեք, ինքը խոստովանում է ամեն անգամ իր էությունը բացահայտում է։ Դուք չեք ուզում, դուք ովքեր ջատագով, դուք չեք ուզում իրեն հավատակ։ Կողմնորոշվեք։ Կամ դուք տեսնում եք, որ ձեր այսպես ասած պաշտանմունքը րոպեն մեկ կարող է փոխել իր հրապարակային հայտարարությունները, որովհետև ինքը չունի որևէ խնդիր հայությունը եւ Հայաստանը պահպանելու գործում։ Տեսեք, հստակեցրեք ձեզ համար, ես չեմ ասում դա այդ անձնավորությունը համարում է Արցախի հանձնումը իր հաղթանակներից նվաճումը։ Հիմա էլի եմ ասում, դա
նշանակում է, որ ինքը ինքնախոստովանությամբ հանդես է գալիս, որ ինքն է մատնել ցեղասպանական գործողությունների 150,000 մարդկանց։ Ցեղասպանությունը նա չի, որ բոլորին ոչնչացնեն։ Հայրենազրկումը դա այն տարբերությունն է, որը որ ունի հայերի հանդեպ ցեղասպանությունը, այդ հանցագործությունը եւ հրեաների հանդեպ տեղի է ունեցել ցեղասպանություն ոչ իրենց հայրենիքում եւ իրենք ցեղասպանության արդյունքում նվաճել են, ստացել են պետություն, տարածք եւ պետություն։ Ինչ ունեք այս հայերը զրկվել են իրենց հայրենիքից ցեղասպանության, այսինքն ցեղասպանության նպատակը հայերին հայրենազրկելն է։ Եթե դուք այս այսպես ասած չեք հասկանում այս տրամաբանական շարունակությունը, ես 1000 անգամ եմ ասել, ես ցավակցում եմ եւ ոչ միայն ձեզ, որովհետեւ ունակ չեք արդեն ընկալել այդ տրամաբանական շղթան, այլև ես ցավակցում եմ բոլոր այն անձանց համար, որոնք որ ունեն տրամաբանելու այդ ունակությունը եւ ձևացնում են ջայլամի պես։ Տիկին Արաջ, ես պիտի խնդրեմ, որ դուք նաեւ մեկնաբան եք, էլի, բայց հանգիստ պարզ որտեղ հասնի մարդկանց ուղեղներին։ Այս մարդը ասում է. «Յա, Ղարաբաղի կասում ինչ պատերազմ եք ուզում։ Ինչի է սարսափեցնում եւ ինչ նպատակ է հետապնդում»։ Կներեք, նա չի սարսափեցնում, նա մասնակցում է Էրդողանի եւ Ալիևի հետ հերթական ցեղասպանական ագրեսիայի կամ ինչպես ինքն ասում պատերազմի։ Ինչ է մենք այսօր շրջափակված չենք։ Ինչ է ամոթ ձեզ բոլորիդ, որ ձոնում եք, թե Ղազախստանը երրորդ տեսակի մեզ ուղարկում է ցորեն։ Չէ, հիմա պայմանավորվում է նավթ են բերում Ադրբեջանից ու Թուրքիայից։ Եվ դուք մոռանում եք, որ Արցախն է սպասարկել 100 միլիոն ցորեն, 100 միլիոն ցորեն տվել է Հայաստանին։ Ամեն տարի, այո։ Այսինքն հանգիստ պատմելը հետևյալն է. ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը ոչ միայն չեն փոխել, չեն թաքցնում իրենց նկրտումները։ Ամեն ասում են, չէ, չկա, ականջները փակում են, ասում են, չէ, դա Հայաստանի, հայ ժողովուրդը ասենց, չէ, ասում է, բանը, դա Հայաստանի հետ կապ չունի, չէ, այդ Արցախն էր։ Տվեցինք Արցախը պրծանք, մեզ հետ կապ չունի։ Ուրեմն եւս մեկ անգամ ձեր վախկոտ տեսակը չէ, որ պետք է մեզ պարտադրի այս կամ այն ճանապարհը։ Դիմադրությունը իմ ձևով, մեր ձևով, ձեր ձևով շարունակվելու է։ Էլի եմ ասում, միայն բոլոր դիմադրություն իրականացնող խմբերին, ուժերին ես նորից եմ ասում, դուք փնտրում եք ձևերը ժողովրդավարական շտեմարանի եւ գործիքակազմի շտեմարանի մեջ, այնինչ այդ երկու տարբեր հակասող, իրար հակասող կարծիք ասողը նա յուրացրել է իշխանությունը իր այսպես կոչված կուսակցության հետ եւ իրականացնում է ամբողջովին համակարգում, կառավարման հավաքարկում ֆեոդալական հարաբերություններ, որտեղ որևէ մեկը վասալներից կամ ավելի ցածր գտնվող ճորտերից իրավունք չունի ու չի կարող ու ռիսկ չունի ու չունի կամք, եթե ունի, վախում է արտահայտվի եւ այսօր այս ամենը ինչ տեղի է ունենում, դա ցեղասպանության, հայության ցեղի, հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացում է։ Դուք կարող եք չլսելու տալ, այդ բոլորը ձեր մասին է։ Ձեր մասին է ոչ միայն դիմադրություն ցուցաբերող անձանց մասին է,
այլ բոլորի մասին է, ոչ թուրքական ցեղասպանների, ոչ ադրբեջանական ցեղասպանների համար կապ չունի, դուք արցախահայություն եք, դուք կոնդի հայ եք, թե դուք կենտրոնում ապրող հայ եք, ցեղասպանությունը վերաբերվում է ամբողջովին։ Ես դες հիշեցնեմ բաքվեցիներին, որոնք գրեթե հայերեն չէին խոսում, իրենց համարում էին սովետական միության բաքվեցի էին համարում եւ այլն։ Իրենց սպանել են որպես հայի, ոչ թե որպես սովետական միության պես օրինապահ եւ օրինապաշտ քաղաքացիների, որպես հայերի, հայ են իրենց ցեղն են ոչնչացնում եւ այս առումով զգոն լինելը քիչ է ուղղակի պետք է բայց հստակեցնեք ձեր տեղը այս քաղաքակրթական հերթական քաղաքակրթական այս բախման մեջ կամ դուք սպասարկում եք ցեղասպանությունը հայերի հանդեպ կամ դուք դիմադրում եք։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վաղը կտեղափոխեն Միքայել Սրբազանին, հիմա Միքայել Սրբազանը հիվանդանոց կտեղափոխվի վաղը, այսօր նա դատական նիստին կմասնակցի, գիտեք, որ վերջապես թույլ տվեցին, որ տեղափոխեն հիվանդանոց, ինչ ունեք Արմինե Մելիքսեթյան, չէ՞, դատավորի անունը օրերս ուրեմն վթար էր եղել եւ հարբած վիճակում 29-ամյա մի աղջիկ, այսպես մի ուրիշ մեքենայի էր հարվածել եւ այնտեղ 25-ամյա մի տղա էր մահացել, անմիջապես գրավի դիմաց նույն դատավորը թույլ էր տվել, որ ազատ արձակեն այն աղջկան, որ հարբած վիճակում է։ Եվ այս կինը Միքայել Սրբազանին եւ առհասարակ ես կուզենայի այս կնոջը ես կարծում եմ որ վաղուց ինքը երազներում բարի խմբի մեջ է սատանաների հետ ես ծանոթացա եւ փաստաբանների հետ ովքեր իրականացնում են սրբազանների ոչ թե բոլորի այլ մեկի երկուսի հետ որոնք գրագիտությամբ կարող են զարմացնել ամենահմուտ այսպես ասած արևմուտքից այս այո եւ հստակեցնեմ որ ճիշտ են անում որ գործում են գրագետ ուրիշ բան է որ այդ գրագիտությունը ուղղակի արհամարվում է ասում են էլ ինչի կանում ճիշտ են անում չարը վերջ ունի չի կարելի ենթարկվել զուտ նայապաճառով որ տեսնում եք ոչ մի բան չի ստացվում ստացվելու է եւ բոլոր նրանք ով այսօր սանձարձակ ձևով խախտում են օրենքները այդ թվում եւ միջազգային մարդասիրական նորմերը պահելով իրենց պատկերացումով այնպիսի վիճակում որը որ պետք է նսեմացնի սրբազաններին կամ այլոց այդ վերաբերմունքը ուղղակի նսեմացնում են նրանց ովքեր որ օգտագործում են այդ ձևերը։ Ձեր նախքին մտերիմ, հա, Անահիտ Բախշյանը օրինակ ասում էր, ես սարսափած եմ, այդ սրբազաններ, ես ահաբեկված եմ, ոնց կարող է սրբազան ահաբեկչություն անել։ Բագրատ Սրբազանի մասին էր խոսում, դե վստահաբար ոնց կարող էր Միքայել Սրբազանը այդպիսի բաներ ասել։ Նախ էս աբսուրդը, էս խայտարակությունը, որ հնչեցրեց ինքը Անահիտ Բախշյանը, այո, Տիկին Բախշյան, չեն ասել, չեն արել եւ մտքների մեջ չկա։ Այդ հնարած, այդ ամբողջ դրվագները ես էլի մեջ բերեմ Արման Գրիգորյանի լիհի պրոֆեսորից, որ դա վիրավորում է իմ ինտելեկտը եւ ոչ միայն իմ այդ հնարած է Տիկին Բախշյան ոչ Միքայել Սրբազանը ոչ Բագրատ Սրբազանը չեն էլ մտածել եւ հավակնություն չունեին անեին այն ինչի մեջ մեղադրում է իրենց այսօրվա իշխանությունը զարմացեք այսօրվա իշխանության խարդախության աստիճանից զարմացեք այդ հակաօրինական
հակաիրավական Արշակ Սրբազանի գործը, մի հատ խնդրում եմ, դիր Արշակ Սրբազանի գործը այդ խայտարակություն, ասում է որովհետև դու դուք շատ լավ կհիշեք, հիշում եք, չէ՞ Վանո Սիրադեղյանի ժամանակ, մարդ ես, թեմա չկա, ոչ չկա, առավոտը գրպանում հետ մի հատ թմրադեղը կգտնենք կամ մեքենայի հետ մեջանը կգտնենք, հիմա պարզվում է, մի հատ հենց խնդրում եմ ուշադիր լսեք, Արշակ Սրբազանը մեկի գրպանը նայրաներով լավ ցույց տվեց, ասում ես թուղթը փաթաթել Արշակ Սրբազանը, մեջը լցրել է, ինչ ծավալի է լինում այդ թուղթը։ Թեթև, հա, ասենք ես փշուր ու բերել ասես դուք չեք գրպանը մի հատ լսեք էլի այդ տահած հիվանդն է իրենց խուժանն է իրենց երևակայությունը հասնում է միայն այնտեղ ինչին իրենք ի վիճակի են ճիշտ է իրենք են ունակ հա թմրանյութ սա է խնդիրը տեսեք ինչ մակարդակի պես ասած մեղադրանքներ չէ, իրանց մակարդակի կեղտոտ անկողին, բան է, գարշելի եք, չէ դու, բան եք, այս շան նման, այս շունն էլ, չէ, մենակ հայոյեր ու անկողին մետ, այս շունը, որ հիմա սատկում անդը, բանը, էդի վերջացավ, տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանի, հա, մեկ էլ, էդ չի անցնում, չէ, ոնց էր, չի անցում, գործը, փտրեք, փնտրում են, չկա, փողը չկա, ինչ անենք, ասեք, որ կտարել, այ ապուշներ, ժամանակի սովետական ժամանակվա արտահայտություն, մարդը կա, հոդվածը կգտնվի, սա է, այսինքն ես էլի եմ խոսում Նյուրնբերգյան սկզբունքներից մեկի, բոլոր այդ դատավորներ, դատախազներ, ներառյալ գլխավորը, այդ քննիչներ, այդ ոստիկաններ, երես չունեք, որ առանց դիմակի գործեք։ Դո երես էլ ունեն, դատավորը երես չունի, այդ կինը երես չունի, այսինքն իրենք բոլորը բարոյական երեսից զուրկ են։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք առանց դիմակի, դա իրենց դիմակն է։ Դե մի հատ Անահիտ Բախշյանին ասե գնա, Անահիտ Բախշյան հմեկում նստի, այդպես մի հատ բան ձայնով, ասա, այս ինչ այլանդակություն է, այս մարդուն, այս ինչի մեջ եք մեղադրում, չէ՞, թող մաքրվի, գնա։ Դու անամոթաբար մեր սրբազաններին մեղադրել ես, բանի, ինչի մեջ է մեղադրում։ Ես ցավում եմ, որ իմ նախկինում իմ գործընկերները մինչ այսօր գտնվում են լուր, ձայն չկա, լուր։ Խորը, ես կասեի արյունոտ, մղձավանջի և մոլորության մեջ։ Հիշեք, այդ մոլորությունը հասարակ մոլորություն չէ։ Դա արյունոտ, պղտոր, կեղտոտ մոլորություն է, օր առաջ սթափվեք և ես անընդհատ նույն բանն եմ ասում, մենք մեկ է գալու է այդ ճշմարտության պահը, ուշ թե շուտ, իհարկե մենք բոլորս ուզում ենք շուտ, բայց այսօր արդեն ճշմարտությունը երես անցել, դուք չեք տեսնում, դուք լսում եք, համեմատում եք, թե դուք ուզում եք ասեք, որ անգամ լսողության, տեսողության խնդիր ունեք, բժշկի դիմեք, ուրեմն բոլորս միասին հստակեցնենք, ովքեր դեռ ունեն բարոյականություն, ովքեր ունեն մտածելու ունակություն, հստակեցրեք, կոչ չեմ արել երբեք մասնակցել այս կամ այն փողոցում անգամ գործողություններին, երբ որ ես գտնում եմ, պետք ես գնում եմ, ես ասում եմ, ձեր հոգիները մաքուր պահեք, մի տրվեք չարին, մի արեք այնպես, որ դուք ձեզնից անկախ դառնաք այդ մարդկության դեմ հանցագործությունների պասիվ անուղղակի մասնակից։ Դա պատժվում է ոչ միայն հենց այն անձանց է պատժում, այսպես ասած, պատմությունը, ով դրա մեջ է, նա պատժում է և դրանց երեխաներին, թոռներին ու ծոռներին, փոքր ինչ, սիրտ ունեցեք, ձեր մասին չեք մտածում, ձեր ապագա սերունդների մասին մտածեք և այս առումով զարմանալը չէ, որ մեզ պետք է այսօր փրկի, գործելն է, մտածելն է և ճշմարիտ ճանապարհ ընտրելն է և այսօր այդ բոլորը
այդ բոլոր գործիքները մեր դերքում են։ Ես ուզում եի նաև երկու խոսք ասել ուղղակի, հա, կարող եք արձագանքել, կարող եք ոչ, ուրեմն հայտնի շուն կա, այդ շունը հիշում եք պատերազմից հետո հրապարակ եկավ այդ շունը եւ բարբաջում էր այդ շունը, պատահական չէր որ պատերազմից հետո իրեն հրապարակ բերեցին եւ իր թիրախում ընտրված էին հատկապես մեր բոլոր հերոսները, նախագահները, մեր արժանապատ քաղաքական ազգային ուժերը, շատ հետևողական է շունը այդ ճանապարհի վրա էր։ Ինչ որ մի փուլում նաև ես շատ կոնկրետ անդրադարձա այդ շանը եւ հետամուտ եղա, որպեսզի այդ շնով զբաղվեն, իսկ որ ասում եմ շուն կամ զուգարան, բոլորը գիտեն ում մասին է խոսքը։ Դուք վերավորում եք շների։ Հա, դե լավ։ Ի վերջո շները իդեպ չունեն այդ։ Ուրեմն այս շունը կալանավորված է, ես երբ սկսեցի անդրադառնալ այդ Գարշելին, երբ որ ինքը հրապարակային դիմեց Ալիևին, ասելով, որ գնդակահարեք Բաքվի բանտում գտնվող մեր գերիներին, նախագահներին եւ գեներալներին, որից հետո ես ասացի այլևս դու ինձ հետ խնդիր ունես։ Ես գիտեմ, որ այդ Գարշելից բոլորը փախչում էին համարելով, որ թող ինքը, որտեվ ինքը այնպիսի բառամթերքով է խոսում այդ այլանդակությունը, բոլորը մտածում էին, որ ավելի լավ է գործ չունենալ։ Բայց ես վաղուց այդ ամեն ինչ ինձ համար անցել է, ես 7 տարի առաջ եմ սրա միջով անցել, ինձ չեք կարող վախեցնել, ինչ պիտի անեք, ասենք լավագույն դեպքում մի այլանդակություն սուտ տարածեք իմ ընտանիքի, ասեին, պարզված փոքր երկիր է, մենք բոլորս ապրում ենք, ունենք մեր նկարագիրը, ունենք մեր ընտանիքը, մեր անցած ճանապարհը, եւ այդ ձեր հայոյանքներով, բաներով ինձ ոչ կանգնեցնելու եք, ոչ էլ վախեցնելու եք։ Հիմա Գարշելի, եթե քեզ թվում ասես մի հատ ճիկես անում են, կալանավորված ես Լաս Վեգասում, այնտեղ քեզ տարել են այդ խուցը, կողել են, չնայած դա քիչ է քեզ համար։ Ինչ որ մարդիկ է ոգևորվել են, ինչ որ նորից պիտի գաս, որ գաս ինչ պիտի անես, դու ով ես, մի հատ պիտի նորից գարշանք տարածես եւ քո թուրք տերերը, իսկ քո տերերը այդ շան դոգի տերերը թուրքերն են, որովհետեւ մարդ, որը միայն մեր ազգային արժեքներն է ոտնահարում, նվաստացնում, ստորացնում, վիրավորում, անպատվում, այդպիսի ցանկություն ծրագիր իրականացնում են միայն մեր թշնամիները։ Այս պարագայում ադրբեջանցիները եւ թուրքերը, դու իրանց այլանդակ կեղտոտ գործիքն ես, եւ այդ այլանդակ կեղտոտ գործիքը ամենայն հավանականությամբ իր տերերի հետ կապված ինչ որ խնդիր ունեցավ, իր տերերն են աշխարհի մեծերի հետ նստում ելնում, տարե մցրել են, դա այս ճիրակում են, որ ընտրություններից հանած այս շանը նորից օգտագործեն ու ասեն, հիմա օրինակ Սամվել Կարապետյանի դեմ աշխատի, նորից Ռոբերտ Քոչարյանի դեմ աշխատի, այն բոլոր անձիկ, որ հեղինակությունն են, դրանց դեմ աշխատեք։ Այս Գարշելի հետ կապված ամեն ինչ բաժը քեզ խելոք պահի, քեզանով զբաղվում են համապատասխան երկրների իրավական մարմինները, ամբողջը հրապարակելու եմ, ովքեր են զբաղվում եւ քեզ ինչ է սպասում, այնպես որ շուն, վերենգի հանգիստ տեղը։ Այս քո հետ կապված ու չմտքովը չանցնի շուն, դոգ շուն, որ որևէ մեկը կարող է քեզանից վախենալ, սա մեկ։ Երկրորդ, այս գործին շատ ակտիվ մասնակից է Համլետ Ղուշյանը, որը ժամանակ առ ժամանակ եթեր է տալիս։ Հիմա ես ճիշտն ասած հիմա չեմ անդրադառնում, եթե դուք շարունակեք, ես հաստատ Համլետ Ղուշյան անդրադառնալու եմ ձեր արած այս ողջ քաղաքականությանը, թե դուք ինչ եք անում։ Ես պիտի հասկանամ, դուք իսկապես ողջունում եք այն այլանդակությանը, որ պղծել է մեր երկիրը 4 տարի շարունակ, վարկաբեկելով, այլանդակ բառամթերքով, հայհոյանքներով, մտել է Գարշելի տներ, որտեղ միայն Գարշելի միջավայրում կարող է հնչեցնել այդ գարշանքի խոսքը։ Հիմա ուզում եմ իմանալ, դուք շարունակելու եք այդ գարշանքի մեջ մնալ եւ այդ գարշելիությունը տարածել։ Դուք ինքներդ համաձայն եք այն ամեն ինչի հետ ինքը ինչ որ ասում է, այն ինչ որ ասել է Արցախի դեմ, այն ինչ որ ասել է մեր հերոսների հասցեին, այն ինչ որ ասել է մեր պատմության, մեր անցյալի, մեր այդ համաձայն եք դրա հետ թե ոչ։ Դուք համաձայն եք, որ ինքը կոչ էր անում ադրբեջանցիներին սպանել Արցախում գտնվող ռուս բոլոր զինվորներին։ Գիտեք այդպիսի կոչի արել Համլետ Ղուշյան։ Դուք համաձայն եք սրա հետ, որ այդ Գարշելին ձայն եք տալիս եւ տարածում եք իր բարբաջանքները։ Դուք համաձայն եք այն բառամթերքի, որ ամբողջը համեմված է այլանդակ հայոյանքներով։ Եվ երրորդ, Համլետ Ղուշյան եւ Համլետ Ղուշյանի հետ համագործակցող որոշ անձինք եւ որոշ ուժեր եւ որոշ գործիչներ, դուք համաձայն եք նրա հետ, Արշակ Կարապետյան, Պարուր Հայրիկյան, ես չգիտեմ, ովքեր են այնտեղ խոսում,
Դուք համաձայն եք նրա հետ, որ ինքը այս գարշելին ձայն է տալիս, այն գարշելին, որ կոչ արեց Ալիևին, որ գնդակահարեն Արցախի մեր նախագահներին, որ գնդակահարեն Արցախի մեր հերոսներին եւ գեներալներին։ Կողմնորոշվեք, որովհետեւ ժամանակն է, որ նաեւ, եթե դուք սա շարունակեք, մարդիկ հետևություններ անեն, այսքանը։ Իսկ այն շանը հատուկ դու քոնը դեռ ստանալու ես, այնպես որ չմտածես, որ կան մարդիկ, որ կարող են քո նման գարշելի դոգից վախենալ։ Իսկ ես առհասարակ չեմ ուզում այս գարշանքին լավ կլիներ չանդրադառնայի ընդհանրապես։ Թույլ տվեք ես էլի պաշտպանեմ շներին, որովհետև երբ որ ամեն անգամ մենք բերում ենք շուն կամ ինչ-որ մի այլ կենդանի, շատ կներեք, այդ կենդանիները մեզ ինչ են արել։ Այնպես որ այստեղ կա ըստ երևույթին անհրաժեշտություն այլ տերմինաբանություն օգտագործել եւ հստակեցնենք, որ այդ անձիկ, ովքեր որ բարոյականության հետ ծանոթ չեն, ընդ որում շատ վաղուց, նրանց լսարանն է ինձ ավելի անհանգստացնում, քան իրենք, որովհետեւ իրենք անթաքույց ծառայում են չարին։ Դրատակին չուզում եք հասկացեք, եւ իդեպ շները չարին չեն ծառայում, ոչ էլ ոչխարները, ոչ էլ այլ կենդանիները։ Ես կենդանիների պաշտպանության կողմ եմ եւ այդ մարդատեսակի դեր ունեցող մարդատեսակ այդ անբարոյական անձանց եկեք մենք չկոչենք այդ կենդանիների բարձր կոչումով։ Այո, եւ մենք հիմա այսպես ուղիղ եթերում ենք աշխատում, հիմա պիտի շնորհակալություն հայտնեմ Տիկին Ալավերդյանին եւ